է հետո Նարեկ Արամանյան։ Պարոն Հակոբյան, դուք խոսեցինք խնդիրներից, բայց նաև մեկ խնդրի մասին եմ ուզում բարձրաձայնել։ Այստեղ բյուջեում տեղեկատվական տեխնոլոգիաների եւ դրանց հետ փոխկապակցված համակարգերի կառավարման ծրագիրը կարծես նախորդ տարվա բյուջեն նույնությամբ կրկնվում է, այսինքն այս տարվա բյուջեն, ի նկատի ունեմ մենք խնդիր ունենք, երբեմն հաճախ հանդիպում եմ հաշվապաների ծրագրային ապահովման խնդիր ենք ունենում, որը սերվերների հետ է կապված եւ չգիտեմ նմանատիպ ինչ տեխնիկական այլ պատճառաբանություններ են լինում, որը խաթարում է բոլորի բնականon աշխատանքը, նաև ժամկետների հետ կապված հարցեր են բարձրացնում։ Ամեն դեպքում ուզում եմ տեղեկանալ այս տարվա 1 միլիարդ 87 միլիոնը, որ տեղափոխել ենք 26 թվականին, ի նկատի ունեմ այս տարի որևէ բան չի արվել, տեղափոխել ենք մյուս տարին նույն բյուջեն, թե կատարվել է եւս այդքան գումար ներդնում ենք մյուս տարվա համար։ Եվ երկրորդ հարցս, մենք հաճախ ստվերի մասին ենք խոսում եւ ինչ ազդեցություն է ձեր կողմից ներդրված նոր գործիքակազմ ունեցած ստվերի դեմ պայքարում եւ մեր իմացած ստվերը դա ՀԴՄ տրամադրելը, աշխատող չգրանցելը, դրանցից բացի էլ ինչ կա, որ մենք տեղյակ չենք, պետք է տեղեկանանք։ Շնորհակալություն։ Նախ այդ ծրագրային խնդիրների հետ կապված կարծում շատ կարևոր է պարզաբանել, որ մեր հարկվճարողները հասկանան իրավիճակը։ Երկու խնդիր ունենք, մեկը համակարգային, մեկը վարքագծային։ Վարքագծայինը նա է, որ մեր հարկվճարողների մեծ մասը, նույնիսկ ֆիզիկական անձինք, որոնք դիմումներ են ներկայացնում պետական եկամուտների կոմիտե, միշտ թողում են վերջին օրերով եւ դա մեծ ծանրաբեռնություն է առաջացնում համակարգում եւ դա է պատճառը, որ հաշվետվությունների մոտ լինում են խնդիրներ։ Մյուսը համակարգայինը ինչ է, ես նաեւ վերջին իմաստությունի ժամանակ խոսեցի մեր համակարգի համապարփակ աուդիտի մասին, որը հիմա մեկնարկել ենք։ Եվ այո, պետք է գիտակցենք, որ գործ ունենք հին համակարգի հետ, որը ժամանակի ընթացքում իհարկե բարելավել է, բայց մի հատ ինչ-որ պահ է եկել, որ կարիք կա ամբողջական հասկանալու, թե որտեղ են բացերը եւ համապարփակ լուծելու այն խնդիրը, ինչը որ նկատվում է, բայց նորից էլի ուզեմ հարցի գինը հնչեցնել, այդտեղ էլ ենք տեղավորվում միջազգային ուղենիշերի մեջ, երբ որ օրինակ նայում ենք մեր կարևոր համակարգերը, որից օգտվում են մեր հարկվճարողները, քանի տոկոսով չեն աշխատում, օրինակ 9 ամսվա ցուցանիշներն էինք անել այս վարչում, կես տոկոս դեպքերում է, այսինքն 99.5% դեպքերում առանց խափանումների աշխատում, կես տոկոս դեպքերում կան որոշակի խափանումներ, որոշակի երկար օրինակ process-ներ, երբ որ առնչվում են այդ համակարգերի հետ, այսինքն ինքը կես տոկոսի տիրույթում է տեղավորվում, եթե փորձեմ այդպես մեկնաբանել, այսինքն այդ տեսանկյունից ինքը անհանգստանալու մեծ հարց չկա, պարզապես հորդորս նա կլինի, որ մեր հարկվճարողները նաև հոգատարությամբ վերաբերվեն այդ համակարգին ու չթողեն օրինակ ամեն ինչ վերջի վարքյանին, վերջին օրով հաշվետվություններ ներկայացնելու, մենք էլ մեր ջանքերը ներդնում ենք, որ այդ համակարգը ավելի լավը դառնա, քան եղել է մինչ օրս։ Այս մասով, բայց մի հատ էլ ոնց որ հարց կար, ստվերի դեմ պայքարի մասին էր խոսք գնում։ Հա, բյուջեի հետ կապված կներեք, չարձագանքեցի, այսինքն դուք ասիք նույնն է մնացել, տեսեք, մեր շատ դեպքերում ստեղ օրինակ բազմաթիվ բյուջետային ծրագրեր կան, որ կոնկրետ այս մեր բյուջեում չեն երևում, ինչի մասին է խոսքը, օրինակ ԲՏԱ-ի բյուջեում կա մի տենց տող, որը վերաբերում է ընդհանրապես թվայնացման նախաձեռնություններին, օրինակ պետական եկամուտների կոմիտեն այդտեղ էլ է ծրագրեր ունենում, եւ կա օրինակ, ասենք, համաշխարհային բանկի վարկային ծրագիր, որտեղ էլի պետական եկամուտների կոմիտեն այսինքն այս նշված թվերից զատ կան նաև այդպիսի, այսինքն խոշոր մեր ծրագրերը հիմնականում այնտեղ են գնում, դրա համար այստեղ կարող է տես փոփոխություն չտեսնեք, սա է պատճառը։ Ստվերի դեմ պայքարի տեսանկյունից այդ ավանդական ստվերը դե կա, այդ ինչ որ դուք բոլորդ էլ գիտեք, երևի թե նոր երևույթ որպես այդպիսին ավելի շատ, քանի որ թվային տեխնոլոգիաները շատ արագ են զարգանում ու սովորաբար մասնավորը ավելի արագ է զարգացնում թվային տեխնոլոգիաները, քան մենք, այդտեղ խնդիր ունենք, օրինակ շատ ենք նկատում, որ տանում են, օրինակ սերվերներում թաքցնում են, շատ ենք նկատում, որ օրինակ cloud ծառայություններից են օգտվում, այդտեղ են թաքցնում իրենց ստվերային հաշվապահությունները, եւ ես վերջերս նաեւ մենք հանդես ենք եկել հայտարարությամբ, նաեւ ես ինքս էլ խոսեցի դրա մասին, որ շատ մեծ սերվեր ենք բացահայտել,
նախնական հաշվարկներով 34 միլիարդ դրամ ստվերային շրջանառություն, 10 միլիարդ դրամ թաքցված հարկ։ Չէ, ոլորտը բազմազան է, այսինքն մի ոլորտ չի։ Այդ մի սերվերի մասին է խոսքը, այսինքն ժամանակին եթե հիշեք կար են մի հատ բազմաթիվ տնտեսվարողներ են օգտվել։ Եթե ժամանակին մի սերվեր բացահայտվեց, որտեղ այդքան շատ չէին, հիմա սա շատ ավելի մեծ սերվերի մասին է խոսքը։ Այսինքն այստեղ այդ նորույթ ասածը թվային հետախուզության գործիքներն են, եթե այդպես նայենք, բայց նաև օրինակ կան ոլորտներ, օրինակ նույն խաղային ոլորտը, էլի առիթ օգտագործեմ ասեմ, խաղային ոլորտի համար, որպեսզի մենք իրենց շրջանառությունները ավելի լավ հասկանանք իրական ժամանակի ռեժիմով, խաղային օպերատորի մրցույթ ենք արդեն առաջին փուլը հայտարարել ենք, որակառուցման հարցումը եւ ունենք բավական շատ հետաքրքրված կազմակերպություններ եւ առաջիկա ամսվա ընթացքում կամփոփենք դա։ Պարոն Հակոբյան, այստեղ մի հաճույքով հարցել տամ, ակրոս մոռացել էի, օպերատորի հետ կապված ես տեսա, որ մրցույթը հայտարարել եք։ Հիմա մեր մոտ կարգավորում է այնպիսիներ, որ եթե մենք օպերատոր չենք ընտրում, ամեն տարի հարկային բեռը խաղային ոլորտի տնտեսվարողների համար ավելանում է։ Ու ստացվում է, որ մենք մեր գործը ուշացնելու պատճառով հարկային բեռ ենք ավելացնում։ Իհարկե խաղային ոլորտը մի քիչ սպეციფիկ է, բայց ամեն դեպքում ուզում եի հասկանալ մենք ի վերջո երբ կունենանք խաղային ոլորտի օպերատոր ու հարկային դրույքաչափի բարձրացում տեղի կունենա օպերատորի ուշ ընտրման պատճառով, թե ոչ։ Դուք կարգավորումը այո այդպես է, եթե չեմ սխալվում, այնտեղ ձևակերպումը տրված է այսպես, որ եթե հունվարի 1-ից սահմանված չլինի օպերատորը, այսինքն խոսքը ոչ թե գործելու մասին է, որովհետև մրցույթի արդյունքում պետք է ընտրված լինի, որ սկսի արդեն իր համակարգը մշակելները դնել, այդ սկսելու process-ն է օրենքում ֆիքսված։ Այս պայդրությամբ մենք մեծ հավանականությամբ այդ տարվա սկիզբ չենք հասցնի սահմանված ունենալ։ Իհարկե ամեն ինչ կանենք դրա համար, բայց մինչև տարավերջ կավարտենք առաջին փուլը, որտեղ 3 փուլ մրցույթ է, երկրորդ փուլը պետք է հայտարարենք արդեն այդ առաջինի ամփոփումից հետո։ Ինչ է առաջինը։ Առաջինը որակավորում են անցնում ինչ-որ կազմակերպություններ, հետո միասին աշխատում ենք տեխնիկական առաջադրանքի վրա, հետո հրապարակում ենք, երկրորդ փուլը արդեն կտեղափոխվի մյուս տարի։ Երբ որ կունենանք դրա արդյունքներով սահմանված նոր ըստ էության խոսենք արդեն հարկման նոր կարգավորումների մասին։ Այս ուղղությամբ կարծում շատ կարևոր է մի հատ քանի որ այդ կապը կա օրենսդրության շատ կարևոր է մի հատ ավելի օբյեկտիվ հասկանալու այդ հարկման բեռը ինչ է նշանակում ոլորտի համար, նոր այդտեղից բխեցնել հնարավոր կարգավորումները առաջիկա տարվա համար։ Շնորհակալ